Գիտության մեջ ընդունված է կարծիքը, որ թուրքական ցեղերի նախնիներն ապրել են Չինաստանից հյուսիս ընկած տարածքներում, եղել են ռազմատենչ ու հաճախ հարձակվել են Չինաստանի վրա։ Հենց այդ պատճառով էլ չինացիները կառուցել են հայտնի պատը, որ պաշտպանվեն թուրքական ցեղախմբերի կրկնվող ավերիչ հարձակումներից։ Դեպի Չինաստան արշավանքների բարդության, ինչպես եւ կլիմայական փոփոխությունների պատճառով թուրքական ցեղախմբերն աստիճանաբար տեղափոխվել են արևմուտք, հասնելով Կասպից ծովի ափերին, իսկ որոշ ցեղեր ընդհուպ մինչև Դանուբ գետի ափերը։ Ըստ սկզբնաղբյուրների սելջուկ թուրքերի հայրենիքը եղել է Կենտրոնական Ասիայի Սիրդարյա գետի միջին հոսանքը։ Այստեղ Կենտրոնական Ասիայում թուրքերի առանձին խմբեր վարձկան զինուժի դեր են կատարել արաբական խալիֆայությունում։ Եվ հենց արաբական խալիֆայության ազդեցության պարագան է պայմանավորել, որ 9-ից 11-րդ դարերում թուրքական ցեղերն իսլամ են ընդունել եւ փոխառել պետականաշինության որոշ արժեքներ։ Քչերը գիտեն, որ Թուրան անվանումը թուրքերի հետ կապ չունի։ Հնում իրանական աշխարհը բաժանված էր երկու մասի՝ Իրան, այսինքն իրանական բարձրավանդակը, որտեղ բնակվում էին իրանական նստակյաց ժողովուրդները, եւ Թուրան, փաստացի ամբողջ ժամանակակից Կենտրոնական Ասիան, որտեղ բնակվում էին իրանական քոչվոր ժողովուրդները՝ սկյութները, քուշանները, մասագետները, պարթևները եւ այլն։ Սահմանը Ամուդարյա գետն էր, եւ ահա վաղ միջնադարից սկսած Թուրանի, այսինքն ժամանակակից Կենտրոնական Ասիայի տարածքում են հայտնվում թուրքական քոչվոր ցեղախմբերն ու նաեւ որոշակի ասիմիլյացիայի ենթարկվում։ 10-րդ դարում թուրքական մի ցեղ դուրս գալով արևմտյան Թուրքեստանից Խորասանում հիմնում է Ղազնևյան սուլթանությունը։ Միջնադարյան աղբյուրները կծկտուր տեղեկություններ են հաղորդում այս ցեղախմբի առաջնորդ Սելջուկի մասին։ Հայտնում են, որ նրա նախնիները թուրքական օղուզական Քնեք ցեղի առաջնորդներն էին։ Թե Սելջուկը եւ թե նրա նախնիները ծառայել են Թուրքեստանի Խաքանի պալատում եւ ինչ-որ պահի Սելջուկին հաջողվել է իր շուրջը համախմբել օղուզական ցեղախմբերին։ Ըստ սկզբնաղբյուրների Սելջուկ թուրքերի հայրենիքը եղել է Կենտրոնական Ասիայի Սիրդարյա գետի միջին հոսանքը։ Սելջուկյան քոչվոր անասնապահ ցեղախմբերը ստվարացել են Սիրդարյայի ստորին հոսանքում ապրող օղուզների հաշվին։ Շատ չանցած նոր արոտավայրեր ձեռք բերելու համար լարվում են սելջուկ թուրքերի եւ Թուրքեստանի Խաքանի հարաբերությունները։ Խուսափելով պատերազմից սելջուկյան առաջնորդները թողնում են իրենց բնակավայրն ու 960-ական թվականներին հաստատվում են Սամարղանդի, Բուխարայի եւ Նուրայի շրջաններում։